Ոչ շնորհակալություն, հոդված տեսություն գնացինք։ Ցտեսություն։ Նկարում ենք եղելա, չի եղել։ Եղելա գիշերը 12-ից հետո մեսեջը ստացել։ Լիքը շատ։ 3-ին զանգում են 800 անգամ։ Մի արեք, խնդրում եմ։ Please։ Եղելա հաճախորդը գրելա գինը, բայց էլ երբեք չի պատասխանել մեր նամակներին։ Շատ ալին։ Գրում են գինը, մի անգամից առանց սպասելու sense հարցականներ լինում, պատասխանում ես, վсё։ Ոչ շնորհակալություն, հոդված տեսություն գնացինք։ Քել հելա։ Եղելա զանգի ժամանակ միաժամանակ չաթերիներ ես պատասխանել, Instagram, WhatsApp։ Շատ ալինում, հատկապես երբ որ պատվեր պետք է ամրագրեմ, ընթացքում այն մյուս նամակներին պատասխանում եմ, ինչև այստեղ ամրագրումը հստակեցնեմ, որ գրանցեմ։ Հուսով եմ դուք ավելի ճաշակով եք։ Եղելա նույն հարցը 10 անգամ տվել եք։ Շատ։ Եղելա voice message-ով են նամակը ուղարկել, բայց դու այդ բանը ուզացել ես ուղղակի կարդաս։ Այո, ցածայամ լսում։ Որովհետև քնասում եմ բակերս։ Եղելա, որ հաճախորդը ուզեցել է մի հատ շատ սիրուն բան, բայց երբեք չի բացատրել ինքը ինչ է ուզում։ Շատ է լինում, երբ որ ուզում են ծննդյան դեկորացիաներ ռեստորանում դնելու համար, ու մենք իրանց ուղարկում ենք ամբողջ թումով ամեն մեկը սվայ հերթին տարբեր բաներ, ինչ որ տեղերից պեղելով նույնիսկ ուղարկում ենք, բայց մարդը ոչ մի բան չի հավանում, բայց չի էլ ասում ենք, ուզում է թիթեռ լինի, ուզում է սրտիկ լինի, ուզում է ոչ մի բան չլինի։ Խնդրում ենք կոնկրետ գոնե ասես մի երկու բան ասեք, մենք հասկանանք, լուծումը տանք։ Դրում ավելի པարզ արտահայտվի հասկանանք, հա։ Եղելա նույն հաճախորդը 3 հարթակներով միաժամանակ գրել է։ 3 չէ, բայց հիմնականում 2 գրում են։ Մարիամ, քեզ այսքան մեծ նամակ գրեցի, բայց նոր հասկացա, որ անիմաստ եմ գրել։ Ու մեր վերջին հարցը եղելա, որ դեկորը արդեն որոշել եք ինչ պետք է լինի, ու վերջին վարքյանին իրանք բոլորը փոխել են։ Չէ։ Ոչ, ես։ Չանեք նման բան։ Հորդորում ենք եւ խնդրում ենք, որ նման բան չունենք։ Եվ եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատը, գրեք, մենք կշարունակենք։ Այսքաններ մեր հարցերը։ Իսկ գրանցեմ։ Գնացինք։ Գնացինք։